Առանց ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության, բայց Հայաստանի Հանրապետության օրհներքի կենդանի կատարմամբ մեկնարկեց ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստը։ Նախադեպը չունեցող իրավիճակ էր ստեղծվել նորաստեղծ խորհրդարանում։ Առաջին անգամ ազգային ժողովի անդրանիկ նիստին չէր մասնակցում ամենայն հայոց կաթողիկոսը։ Ընդդիմադիր պատգամավորները քննադատեցին նրա բացակայությունը եւ հայտարարեցին, որ նիստից հետո կգնան մայրաթոռ օրհնություն ստանալու։ Նախընտրական ծրագրում ամրագրել էր կաթողիկոսի հրաժարականի, այսինքն հեռացման խնդիրը եւ հետեւաբար նաեւ տրամաբանական էր, որ այսօր իրենք չէին կարող հրավիրել ամենայն հայոց կաթողիկոսին, բայց կրկնում եմ, սա աննախադեպ իրավիճակ է։ Սովորական ստախոսներ են հավաքվել ՔՊ-ում ըստ ընդդիմադիր Աննա Գրիգորյանի։ Պատգամավորը հիշեցրեց Փաշինյանի այն խոսքերը, որ եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստանա, ապա պատերազմ կլինի։ Արդյոք սա նշանակում է, որ մի ամսից լինելու է պատերազմ, ընդ որում ավերիչ պատերազմ, եւ մենք հիմա բոլորս գնանք մեր կասկաներ, բրոնիժիլետ հավաքենք, սպասենք պատերազմի, թե ուղղակի սովորական սուտ եք հայտնել տերորի ենթարկելով մեր ժողովրդին, դրանով փորձելով համապատասխան ձայներ հավաքել։ Ռուբինյանն էլ մեկ ուրիշ իրողություն հիշեցրեց Աննա Գրիգորյանի անցյալից։ Ափսոս ձեր հայտարարությունները հեռախոսից մեջ չեն պահում, թե չէ հենց հիմա կդնեի, որ դուք ասում եք, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, ես ազգային ժողովի պատգամավորի մանդատը չեմ վերցնի։ Ու շատ տարօրինակ է, որ դուք այստեղ եք եւ այդ հարցը ինձ տալիս եք։ Ստախոսությունից զատ գողության կամ ինչպես իրենք են ձևակերպում ձայն ուտելու համար են մեղադրում ԿՊԱ-ականներին։ Այստեղ Բարգավաճ Հայաստանը պետքա լիներ եւ դուք կերել եք իրենց ձայները։ Այ դրանով նաեւ դուք լեգիտիմ չեք։ Գողության ու ոչ լեգիտիմ խորհրդարան լինելու մասին հիշեցրեց նաեւ Հայաստան խմբակցության падգամավոր Գեգամ Մանուկյանը։ Այս պարլամենտը, որը կա, լեգիտիմ չէ, որովհետև Հայաստանի քաղաքացու քվեով ձևավորվածը չէ։ Նա ցույց մնա ու լսի։ Իշխող խմբակցությունից Նարեկ Գրիգորյանը պատասխանեց առաջարկելով ընդդիմությանը միասին պայքարել ընտրակեղծիքների դեմ։ Եկեք իրար հետ քննադատենք, ասենք ընտրակաշար բաժանողը շանտղա է, շանտղություն ընտրակաշար բաժանողը։ ԿՊԱ-ական падգամավոր Հասմիկ Հակոբյանն էլ խոստացավ ամեն օր առերեսում անել ընդդիմադիրների հետ նրանց հնչեցրած թեզերի վերաբերյալ։ Ձեր քթից բերելու ենք 300,000 ադրբեջանցիները հատ ու յուրաքանչյուրից հետ, որովհետև դուք դրանով ահաբեկել եք մեր ժողովրդին։ 9-րդ գումարման ազգային ժողովի առաջին նստաշրջանի աշխատանքները շարունակվում են։